Կառավարության ապրիլի 30-ի նիստը վարչապետ Փաշինյանը շնորհավորանքներով սկսեց FIFA-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում եւ Վրաստանում։ Ես ուզում եմ թե Վրաստանին, թե մեզ շնորհավորել այս հաջողության առիթով։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին եւ անձամբ վարչապետ Կոբախիձեին այս հարցում արդյունավետ եւ սերտ գործակցության համար։ Կարծում եմ ակնհայտ է, որ սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում եւ ֆուտբոլային եւ բոլոր առումներով։ Կձևավորվի կազմկոմիտե Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, ակնկալվում է ավելի քան 100,000 երկրպագուների այց։ 20 խաղ է պլանավորվում Երևանում, Վանաձորում եւ Իջևանում 10 խաղ։ Այս իրադարձությունը ենթադրում է լուրջ նախապատրաստական աշխատանք ենթակառուցվածքներից մինչև սնունդ եւ հյուրընկալություն, մասնավոր սեկտորում եւս ներդրումներ են պետք։ Շատ մեծածավալ մի իրադարձություն է տեղի ունենալու, որին պետք է պատշաճ պատրաստվել եւ պարոն վարչապետ, ուզում եմ հիշեցնել, որ նախորդող տարում կառավարությունը արդեն մի շարք որոշումներ կայացրել է ստադիոնների մասով։ Մենք մասնավորապես հիմա գտնվում ենք Վանաձորի ստադիոնի վերակառուցման փուլում, որը պետք է լինի UEFA-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն, ընդունելով նվազագույնը 10,000, հիմա մինչև 12,000 հանդիսատես ընդունելու հնարավորություն ենք ունենալու վերակառուցման արդյունքում, եւ մենք նախորդ տարի նաեւ որոշում ենք կայացրել Իջևանում նոր ստադիոնի կառուցման մասով, որը նույնպես կլինի UEFA-ի 4-րդ դասի ստադիոն, եւ արդեն իսկ հողի հետ կապված աշխատանքները մարզպետարանի հետ միասին ավարտել ենք եւ ունենք նաեւ ստադիոնի կառուցման առաջարկը, որը առաջիկայում կբերենք կառավարության քննարկմանը։ 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար 1 միլիարդ 59 միլիոն դրամ կհատկացվի։ Դավիթ Խուդատյանն է ներկայացնում նախագիծը։ Արագածոտնի մարզում 1 ծրագիր, Արարատի մարզում 3 ծրագիր, Արմավիրի մարզում 8, Գեղարքունիքի մարզում 1, Կոտայքի մարզում 1 ծրագիր, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1 ծրագիր եւ Տավուշի մարզում 3 ծրագիր։ Պարոն վարչապետ, համաֆինանսավորման այս որոշումը կայացնելուց հետո արդեն 2026 թվականի պետական բյուջեից մենք կունենանք համայնքներին տրված 4 միլիարդ 117 միլիոն դրամի համաֆինանսավորում, խնդրում եմ հաստատել։ Համաֆինանսավորվող ծրագրերն հերթով կարդալուց հետո վարչապետը մարզային այցելություններից ստացած տպավորություններն է ամփոփում։ Ջրի խնդիրն ամենուր կա։ Հանրապետությունում չկա այդպիսի բնակավայր, որը ջրի հետ կապված պրոբլեմ գործնականում չկա այդպիսի բնակավայր։ Ընդ որում, եթե մենք արձանագրենք ստանդարտը, ինչ նկատի ունենք, մենք նկատի ունենք, որ խմելու ջուրը եւ ոռոգման ջուրը դրանք պետք է ամբողջությամբ իրարից տարբեր բաներ լինեն։ Այսօր մենք բազմաթիվ բնակավայրերում ունենք իրավիճակ, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով մարդիկ ոռոգման նպատակով օգտագործում են խմելու ջուրը եւ սրա արդյունքում խմելու ջրի եւ կորուստները եւ անարդյունավետ եւ ծավալը նվազում է։ Եվ որպեսզի պարզ լինի, հաջորդ 5 տարում ջրային խնդիրները մեզ համար լինելու են 5 առաջնահերթություններից մեկը։ Զինծառայողների հիպոթեկային վարկավորմամբ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիր կներդրվի։ Առաջարկում են ներդնել ծրագիր, որը կլինի քառափուլ եւ թույլ կտա մեզ թվով 2850 բնակ շահառուների, որոնք պաշտպանության նախարարության ենթակայության ներքո ծառայած կամ մեր շահառու հանդիսացող քաղաքացիներ են եւ ըստ էության 2000-ականներից սկսած նրանք հանդիսանում են շահառուներ եւ այսօր այս խնդիրը եւ նրանց համար բնակարանային ապահովման հարցը լուծելու համար մենք նախընտրեցինք այս ծրագրի ներդրումը, որպեսզի տասնամյակներ շարունակ ըստ էության սպասած քաղաքացիները վերջապես լուծեն իրենց բնակարանային հարցը։ Ֆինանսավորման 90%-ը կհատկացնի կառավարությունը բանկերի միջոցով, իսկ 10%-ը պաշտպանության նախարարության տարեկան ֆինանսավորման միջոցով։ 2027 թվականին 735 շահառուների բնակարան հատկացնելու ծրագիր, 2028 թվականին 812 շահառուների, 2029 թվականին 719 եւ 4-րդ փուլում 2030 թվականին թվով 584 շահառուների։ Վարչապետը ճշտում է, ծրագիրը կոչվում է հիպոթեկային, միայն թե շահառուն առանց ներդրման է ստանում բնակարանը, գործընթացն ամբողջությամբ կառավարությունն է իրականացնում։ Խոսքը գնում է
այն մեր զինծառայողների եւ զինծառայության հետ կապված սոցիալական որոշակի խմբերի ներկայացուցիչների մասին, ովքեր պաշտպանության նախարարության բնակարանի հերթացուցակում ընդգրկված են։ Այսինքն այդ հերթացուցակը ընդ որում նախկինում մենք մի X պահի փակվել է արդեն, հիմա այլ համակարգ է գործում, էլի հիպոթեկային ծրագրի համակարգ է գործում, որի վերաբերյալ մենք արդեն մի քանի որոշումներ կայացրել ենք եւ արդեն մի քանի 100 մարդ, թե 1000-ից ավել մարդ արդեն ձեռք 1000-ից ավելի մարդիկ, բան։ 1000-ից ավելի մարդիկ արդեն ձեռք են բերել այդ բնակարան, դա ուրիշ ծրագիր է։ Կառավարության նիստի ավարտին վարչապետին սպասում են լրագրողները, արդեն ավանդական բրիֆինգը սկսվում է Արցախում քանդվող եկեղեցիների վերաբերյալ հարցով։ Եվ ես ուզում եմ հարցնել, ինչու Արցախի եկեղեցիների հարցը չեք պատրաստվում բարձրաձայնել։ Դուք ասում եք, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, քրիստոնյա եք, ի վերջո դուք հայ ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչն եք։ Բոլոր կոնֆլիկտները հայրենասիրական ռիտորիկաների վրա են հիմնված։ Այսինքն հիմա դուք ինձնից հարց եք տալիս, որ ես բան անեմ, սկսեմ ասել ներկայացնել ձեզ, թե Ադրբեջանը ինչի մասին է խոսում։ Ինչ որ արձանագրված պատմամշակութային հուշարձան է, արձանագրված պատմամշակութային հուշարձան է, բայց ես ասում եմ վաղը մյուս օրը գնացինք տեսանք Արցախաշենքում ենթադրենք կառուցած է ինչ որ մի բան։ Գնանք եկեղեցին, որը թվարկում է կառուցվել է 2016 թվականին, նոծվել է 2019 թվականին։ Մենք դա գիտենք այդ փաստի մասին, թե չգիտենք։ Հա, ես ասում եմ կարա լինի տենց իրավիճակ, որ ասենք Արցախաշենքում մենք ունենանք նման իրավիճակ։ Այսինքն արցախաշենցիները գնալու են այդտեղ ապրելու են, ասելու են լավ, ոչինչ պատմամշակութային հուշարձան է։ Ինչու են հանրությունից գաղտնի պահել Ադրբեջանի փոխվարչապետի այցը, լրատվամիջոցները ադրբեջանական մամուլից են տեղեկացել, իսկ բարի միջազգային օրվա շուրջպարն արդյոք ճոխ ընդունելության համար էր։ Ձեր արտահայտությունը, թե մենք գաղտնի ենք պահում հանրությունից, բացարձակապես տեղին չի։ Նախ ես կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել եւ համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական խաղաղության գործընթացի եւ ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ եւ ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին։ Ինչ վերաբերվում է ձեր մնացած հարցերին, գիտեք, ցանկացած օր կարելի է այդպիսի մի հարց տալ, ասել այդ օրը ենթադրենք այս ինչ տեղը ինչ միջոցառում էր, երկրորդ տեղը չգիտեմ, ռեստորաններում ակտիվ էր, 4-րդ տեղը հարսանիք էր, 5-րդ տեղը։ Մենք ընդհանրապես կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունը գնալով ուժեղանա եւ պետք է հաստատվեն բնականon հարաբերություններ երկարաժամկետում ռազմավարական առումով բարի դրացիական հարաբերություններ։ Այդ մնացած ձեր ասած բաները համարում եմ ընդամենը թեմայից շեղելու փորձեր։ Գերիների վերադարձ սպասվում է արդյոք ընտրությունից առաջ, Փաշինյանի պատասխանը հստակ չէ։ Ես ուզում եմ հասկանամ, նրանք ովքեր այդ տեսանկյունից հարցերը բարձրացնում են, ուզում են վերադառնան, թե ուզում են չվերադառնան, թե ուզում են վերադառնան, բայց ոչ հիմա, այլ հետո։ Ես այսինքն հունվարին, որ վերադարձել են, այդ ինչի համար է եղել։ Միշտ էլ ընտրություններից առաջ է, նախորդ խումբն էլ որ վերադարձել է, այլ ընտրություններից առաջ է։ Նախորդ խումբն է որ վերադարձել է, միշտ ընտրություն, ժողովրդավարական երկրում միշտ ընտրություններից առաջ է։ Ընտրությունների հաջորդ օրը արդեն ընտրություններից առաջ է։ Որտե մի քանի ամիս հետո տեղի են ունենալու թիմ ընտրություններ, հետո ուրիշ տեղ են թիմ ընտրություններ տեղի ունենալու եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ Անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված այս հարցին պատասխանել եմ տասնյակ անգամներ եւ իմ պատասխանը նույնն է միշտ։ Այդ ուղղությամբ արվում է ամենօրյա աշխատանք։ Երբ կլինեն արդյունքներ, երբ որ կլինեն, կտեսնենք։ Թե որ գործարարներն են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը, Փաշինյանը գիտի, բայց անուններ հրապարակել չի ցանկանում։ Այո, գիտեմ ովքեր են, բայց եթե իրանք հարկ կհամարեն, իրանք կհրապարակեն։ Ես դա այդ թվում ձեզ հայտնի պատճառներով մարդկանց բուլինգի որոշ
լուսանցքային խմբակների կողմից չի ենթարկելու համար, եթե չի հրապարակվել, ուրեմն չի հրապարակվել։ Հանուն խաղաղության արդյոք վարչապետը դեմ չէ 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցմանը։ Մենք արդեն ընդունել ենք նրանց, ում պետքա ընդունենք։ Խոսքը Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների մասին է։ Եվ նրանք, ովքեր ուզում են այդ օրակարգը առաջ մղել, նրանք ուրիշ բանով զբաղված չեն, նրանք ուզում են տեղ բացել այդ խոսակցության համար։ Արդյոք Իմ քայլը հիմնադրամն ու Աննա Հակոբյանը կապ ունեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Աննա Հակոբյանը ձեզ հետ ասոցացվում է, Իմ քայլը ձեզ հետ ինչ որ կապեր ունի, թե չէ։ Իմ քայլը հիմնադրամի գործունեությունը ընդհանրապես որևէ կապ չունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ ընդհանրապես քաղաքականության հետ։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։